Ադրբեջանական առաջատար ընդդիմադիր կայքերից մեկը Բեռլինում գործող Meydan TV-ն պնդում է, որ ապրիլի 2-ից շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն առնվազն 64 զոհ է տվել, ևս 6 զինծառայողներ անհետ կորել են։ Այս ցուցանիշը կրկնակի ավելին է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներից, որոնց համաձայն ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը 31 զոհ է ունեցել, նշում է կայքը, հավելելով, որ զոհերի թվի, նրանց ինքնության, զինվորական կոչումների, ինչպես նաև զոհվելու հանգամանքների մասին տեղեկատվությունը ստացվել է բացառապես բաց աղբյուրներից, հիմնականում սոցիալական ցանցերում արված գրառումներից։ Meydan TV-ի հրապարակած ցուցակում, ինչպես նշեցինք, 64 զոհված զինծառայողների անուններ են ընդգրկված, նրանցից 12-ը սպայակազմի ներկայացուցիչներ են, 4-ը ենթասպաներ, մնացածը շարքայիններ։ Հայկական ուժերի հետ մարտերում զոհված ամենաբարձրաստիճան սպաներն են գնդապետ Ռաուֆ Օրուջովը և Վուգար Յուսիֆովը։ 1968 թվականին ծնված Օրուջովը ծնունդով Աղդամի շրջանից է, նա զոհվել է Թարթարի շրջանում ծավալված մարտերի ընթացքում։ Ցանկում տեղ գտած մյուս գնդապետը Վուգար Յուսիֆովը ևս զոհվել է Թարթարի շրջանում, ըստ ադրբեջանական կայքի նա 40 տարեկան էր, ծնվել էր Շամխորի շրջանի Շիշթեփե գյուղում։ Meydan TV-ի հրապարակած ցանկում են նաև հայկական կողմից խոցված երկու Mi-24 մակնիշի ռազմական ուղղաթիռների անձնակազմերի 3 անդամները՝ Բեքիր Իսմայելովը, Ուրֆան Վելիզադեն և Թեբրիզ Մուսազադեն։ Երեքն էլ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մայորի կոչում ունեին։ Ադրբեջանական ընդդիմադիր կայքի հրապարակած ցուցակում աչք զարնող ևս մեկ հանգամանքը զոհված հետախույզների առատությունն է։ Meydan TV-ի կողմից հրապարակած ցանկի գրեթե 10%-ը հենց այս զորատեսակի ներկայացուցիչներն են։ Նրանց թվում են նաև հետախույզների հրամանատար ավագ լեյտենանտ Էլվին Նամազովը, ևս մեկ ադրբեջանցի հետախույզի Թուրալ Ղուրբանովի անունը տեղ է գտել անհետ կորածների ցանկում։ Ընդհանուր առմամբ, ըստ Meydan TV-ի, ապրիլի 2-ից ի վեր շփման գծի երկայնքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում 6 ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել։ Դիտարկելով ադրբեջանական կայքի հրապարակած այս ցանկը, կարելի է նաև բավական հստակ պատկերացում կազմել ադրբեջանցիների կրած կորուստների աշխարհագրության մասին, այն ուղղությունների վերաբերյալ, որոնցում ադրբեջանական բանակն առավել ծանր կորուստներ է կրել։ Meydan TV-ի ցանկում տեղ գտած զինծառայողներից 17-ի զոհվելու վայր որպես նշված են Մարտակերտի շրջանին հարող Թարթարի և Գերանբոյի (նախկին Շահումյանի) շրջանները։ Առնվազն 11 հոգի էլ ըստ ադրբեջանական կայքի զոհվել է Ֆիզուլիի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ։